Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին։ Բարև ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Պարոն Բադալյան, օրերս Եվրոպական խորհրդարանի падգամավորներից Նաչո Սանչես Ամորը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բավականին կոշտ գնահատականներ տվեց եւ զգուշացրեց, որ նման գործելավոճը առաջիկա տարիներին կուսումնասիրվի Եվրոպական միության կողմից։ Ձեր համոզմամբ ինչով էր պայմանավորված նման կոշտ գնահատականը, հատկապես Հայաստանում հնչող են պնդումների ֆոնին, որ գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վայելում է արևմուտքի անվերապահ աջակցությունը։ Եթե падգամավորի մասին խոսենք, ըստիս առանձին տեսակետ է եւ չեմ կարծում, այդպես գերակա քաղաքական տեսակետ է եվրոպական տիրույթում, առավել եւս որ հնչում է Եվրախորհրդարանից, այնտեղ տեսակետների տարբերությունները միշտ շատ են, մեկ այլ թեմայի վերաբերյալ հիշեցնեմ, որ օրինակ Եվրոպական խորհրդարանում տարբեր բանաձևեր են ընդունվել Ադրբեջանի դեմ, Արցախի համար, Արցախի թեմայով, բայց եվրոպական գործադիր իշխանության դիրքորոշումները եւ գործողությունները էապես տարբեր են եղել եւ կարծում եմ այստեղ էլ վերաբերմունքի առումով Եվրախորհրդարանում կարող են լինել տարբեր տիպի այդպիսի կարծիքներ, բայց եվրոպական քաղաքականության տեսանկյունից կարծում եմ պատկերը այդպիսին չի եւ դրա մասին վկայեց նաեւ օրեր առաջ, եթե չեմ սխալվում նախորդին նույնիսկ Կայա Կալասի ուղերձը Եվրանեստի խորհրդարանական հավաքին, որ տեղի ունեցավ Երևանում, եւ Կալասը ողջունում էր եւ հայտարարում, որ Հայաստանը իր ժողովրդավարությամբ ավելի է մոտենում Եվրամիությանը եւ այլն, այսինքն այսպիսի տեսակետ էլ արտահայտում է Եվրամիության գործադիր իշխանության ներկայացուցիչը եւ գործադիր իշխանությունն է իհարկե քաղաքականություն իրականացնողը, հիշեցնեմ, որ Կալասը արտաքին հարաբերությունների անձնակատարն է։ Իհարկե համաձայնել Կալասի մտքին, թե ոչ սա այլ թեմա է, հասկանալի է, որ Հայաստանում մեղմ ասած ժողովրդավարական նշաձողերը ամենևին մոտ չեն այն սահմանումներին, որ կա Եվրամիությունում, թեպետ այստեղ մենք ունենք հետևյալ պատկերը նաև։ Արդյոք այսօր Եվրամիությունն ինքը հավատարիմ է իր ժողովրդավարական այդ նշաձողերին, որով նաև հանրահռչակվել է այդ միությունը, այստեղ լավագույն պատասխանը գուցե տալիս է Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը, որը հիշում ենք փետրվարին ինչպիսի ելույթ ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովում, հայտարարելով, որ եվրոպացիները հեռանում են ժողովրդավարության չափանիշներից, որ հանուն կամ այսպես ժողովրդավարությունը պաշտպանելու խորագրի ներքո հակաժողովրդավարական գործողությունների են դիմում կամ խրախուսում այդպիսի գործողությունները։ Մենք դա տեսել ենք Ռումինիայում նախորդ տարեվերջին նախագահի ընտրության գործնականում տապալում այն բանից հետո, երբ հաղթեց Եվրամիության տրենդներին ոչ հարիր թեկնածուն, չեղարկվեց ընտրությունը եւ հաջորդ ընտրությունը արդեն այլ մեթոդներով դարձյալ այդպես հիմնական մրցակից ոչ տրենդային թեկնածուները մղվեցին դուրս կամ խանգարեցին նրանց համար ցանկալի արդյունքին։ Մենք տեսնում ենք Մոլդովայի ընտրությունը եւ տեսնում ենք նաեւ, թե ինչպիսի այլ ուղղություններով այդ հանուն ժողովրդավարության գործադրվում են ոչ ժողովրդավարական մեթոդներ, այստեղ մեխանիզմը շատ ունիվերսալ է, հռչակվում է ռուսական վտանգ եւ Ռուսաստանը այսօր շատ հարմար այսպես նյութ է եվրոպական էլիտաների համար իրենց իշխանությունը պահելու, հռչակվում է ռուսական վտանգ եւ ցանկացած քաղաքական գործիչ կամ ուժ, որը մարտահրավեր է տվյալ եվրոպական երկրի իշխող էլիտային, հռչակվում է որպես, չգիտեմ, ռուսական գործակալ եւ այլն, եւ նրա հանդեպ կիրառվում են ոչ ժողովրդավարական մեթոդներ։ Ինչու են մանրամասնում այս մեխանիզմները, որովհետեւ այսպիսի տրամաբանությամբ վերաբերմունք ձևավորվելու է նաեւ Հայաստանի նկատմամբ, Հայաստանի ընտրության նկատմամբ։ Այստեղ գրեթե կասկած չկա։ Այսինքն գործ ունենք փաստացի մասնավոր կարծիքի հետ, որը Եվրոպական միությունում գերակա չէ, կարող ենք այս եզրահանգմանը գալ։ Եվրոպական քաղաքականությանը, իրական վարվող քաղաքականությանը այս կարծիքը կարծում եմ շատ քիչ է առնչվում, մեղմ ասած։ Պարոն Բադալյան, նաև այս հայտարարությունից հետո փորձագիտական որոշ շրջանակներ սկսեցին պնդել, որ Արևմուտքը Հայաստանում այլ թեկնածու ունի եւ նաև թեկնածուներ տարբեր անուններ են նշում, սակայն էական չի եւ առաջիկա ընտրություններում հենց նրանց աջակցություն կցուցաբերվի։ Որքանով կարող ենք տեղի ունեցող զարգացումներից դատելով փաստել, որ Արևմուտքը իսկապես այլ թեկնածուների է աջակցում Հայաստանում եւ մեր ընտրությունների համատեքստում Արևմուտքի աջակցության գործոնը որքանով է վճռորոշ լինելու։ Եթե խոսենք արտաքին ազդեցության գործոնի ազդեցությունից Հայաստանի
ներքին process-ների վրա, ապա այստեղ իհարկե երկու գործոն մեծ նշանակություն ունենալու է՝ Միացյալ Նահանգների դիրքորոշում եւ Ռուսաստանի դիրքորոշում։ Սա անմիջապես չի նշանակում պայմանավորել Հայաստանի ընտրության արդյունքը, բայց այս երկու խաղացողների դիրքորոշումները իմ համոզմամբ, իհարկե սա իմ սուբյեկտիվ գնահատականն է, որը ես կարող եմ փաստարկել, բայց շատ երկար ճանապարհ կպահանջի, ժամանակ կպահանջվի դրա համար։ Այս երկու դերակատարների տեսակետները եւ մոտեցումները Հայաստանում իշխանության ձևավորման հարցում մշտապես եղել են էական գործոններից մեկը, եթե դիտարկում ենք արտաքին ազդեցության հանգամանքը։ Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա ես համենայն դեպս առայժմ որևէ այդպես փաստարկ չունեմ խոսելու այն մասին, որ Արևմուտքը ունի այլ թեկնածուներ Հայաստանում։ Ընդգծված որևէ աջակցություն այս պահին չեք նկատում։ Որևէ այլ թեկնածու, որ կարելի է բնորոշել որպես Արևմուտքի այլ թեկնածու կամ այլընտրանք թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ես չեմ տեսնում։ Արևմուտքը կարող է հարաբերվել ամենատարբեր գործիչների հետ, եւ սա բնականon ինչ-որ process է, բայց երբ մենք խոսում ենք թեկնածուի մասին, սա մի քիչ այլ կարգավիճակ է։ Ես չեմ տեսնում այդպիսի պատկեր։ Պարոն Բադալյան, վերջին շրջանում առավել հաճախ է հնչում այն տեսակետը, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, կառավարող կուսակցությունից հերքեցին այս տեսակետը, սակայն մյուս կողմից օրինակ նախընտրական շտաբ են ձևավորել արդեն, որը ղեկավարելու է Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը Արայիկ Հարությունյանը։ Ինչ է կարծում, արդյոք իշխանությունը գնում է արտահերթ ընտրությունների եւ այս փուլում իրենց տեսանկյունից որքանով է դա նպատակահարմար։ Ես հիշում եմ, որ վերջին 2 տարում մենք բարբերաբար այս քննարկումները ունենում ենք, սակայն իշխանությունը այդպես էլ չի գնում արտահերթի փաստացի։ Դե եթե արտահերթը նախաձեռնելու է հենց իշխանությունը, բնականաբար կանի այն ժամանակ, երբ կհամարի, որ դա իր համար լավագույն տարբերակն է, հակառակ պարագայում ինքը կգնա պարտադրված արտահերթի։ Մենք տեսնում ենք, որ գոնե պարտադրված արտահերթի միջավայր այս պահին չկա, հիմա չգիտենք վաղն ինչ կլինի, բայց այս պահին չկա, սակայն նախաձեռնվող կամ նախաձեռնվելիք արտահերթի այս տրամաբանությամբ արտահերթի հավանականությունը ես կարծում եմ օգոստոսի 8-ից հետո որոշակիորեն բարձրացել է, սա չի նշանակում, որ անպայման այդպես էլ կլինի, բայց ես հենց 8-ից հետո առիթ եմ ունեցել նշելու, խոսելու, գրելու, որ Նիկոլ Փաշինյանի մոտ արտահերթ ընտրության մոտիվացիան զգալի բարձրացել է։ Ինչու՞, որովհետև օգոստոսի 8-ը մեծ հաշվով քարոզչական կարտ բլանշ էր Հայաստանի իշխանությանը, որ տրվեց որոշակի նաև քաղաքական զիջումների դիմաց, եւ իհարկե հասկանում ենք, որ ժամանակի ընթացքում այդ կարտ բլանշը կարող է իր էֆեկտիվությունը կորցնել։ Համենայն դեպս նվազել, կարիք կլինի նոր իրողությունների եւ այլն, իսկ այդ իրողությունները կլինեն թե ոչ, սա արդեն կարող է պայմանավորված լինել ամենատարբեր հանգամանքներով, հետեւաբար Նիկոլ Փաշինյանի մոտ կարող է լինել բարձր մոտիվացիա հնարավորինս շուտ իրացնել կամ կապիտալիզացնել այդ տրված կարտ բլանշը։ Եվ այս տեսանկյունից իհարկե հնարավոր է, որ արտահերթ ընտրության հավանականությունը քիչ ավելի բարձրացել է։ Կրկնեմ, սա ամենևին չի նշանակում, որ հենց այդպես էլ կլինի, բայց իհարկե այն հանգամանքը, որ օրինակ այսօր արդեն կայացվում է որոշում նախընտրական շտաբի պետի վերաբերյալ, սա իհարկե ուշադրության արժանի է, որովհետև եթե հերթական ընտրությամբ ենք չափում, հունիսին է հերթական ընտրությունը, այս անմիջական, այո, ակտիվ process-ը թերևս սպասվում է մարտից, փետրվար-մարտից, եւ տրամաբանական կլիներ, եթե այդ ժամանակ որոշվեր, թե ով է գլխավորելու կառավարող ուժի շտաբը, բայց մենք տեսնում ենք, որ հիմա հոկտեմբերին այդ որոշումը կայացվում է։ Սա իհարկե բերում է որոշակի մտորումների, ինչպես նշեցի, ես արդեն խոսել եմ այդ մասին, որ մոտիվացիան նրա մոտ բարձր է։ Գնան ընտրությունների այդ նպատակով հիմնականում։ Ես կարծում եմ համենայն դեպս այդպիսի սցենար դիտարկվում է։ Բնական է իշխանությունը այդպես չի հայտարարի, նա միշտ էլ խոսելու է, որ արտահերթ չի լինելու կամ մտադիր չի արտահերթի, այսինքն եթե հայտարարում ես արտահերթ ընտրության մտադրության մասին, սա մի քիչ արդեն այլ տրամաբանություն է ստանում։ Ճգնաժամի առկայության մասին է նաև վկայում արտահերթը։ Սա բնականաբար կարող է առաջացնել հենց իշխանության ներսում անկառավարելի կամ այսպես դժվար կառավարելի process-ներ, եթե հանկարծ հայտարարվում է, որ գնում են արտահերթի կամ այդպիսի մտադրություն ունեն եւ այլն։
Ուզում խոսենք նաև ընդդիմության մասին։ Ձեր դիտարկմամբ այսօրվա դրությամբ ընդդիմությունը որքանով է պատրաստ ընտրություններին, եւ ուզում նաև մի թեզի անդրադառնանք, որը ներընդդիմադիր շրջանակների կողմից շատ է շահարկվում, արդյոք ընտրությունների միջոցով հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Այս մասով ընդդիմադիր մի թևը, հիմնականում երկրորդ նախագահը եւ Սամվել Կարապետյանի քաղաքական թիմը, որը նոր է ձևավորվում, կիսում են տեսակետը, որ ընտրություններով հնարավոր է հասնել հաջողության, իսկ երրորդ նախագահի թիմից հակադարձում են, որ պետք չէ սպասել 26-ին եւ այդ դեպքում մենք կրկնելու ենք մոտավորապես 21 թվականի պատկերը։ Ընդդիմության պատրաստ լինելու մասին, օրինակ, դա կարող է լինել հնարավոր փաստարկներից մեկը, որ իշխանությանը մոտիվացնի, որ քանի դեռ ընդդիմությունը ամբողջապես չի մշակելի ռազմավարությունը պատրաստ չէ եւ այլն, կարելի է անակնկալի բերել արտահերթով։ Բայց այդուհանդերձ կարծում եմ, այս պարագան այնքան պարզ է, հնարավոր է այսպիսի սցենարը, որ պետք է որ ընդդիմադիր ուժերը նաև իրենց անելիքը իմանան արտահերթ ընտրության զարգացման գնալու դեպքում, այսինքն այսօրվա տեխնոլոգիական, ինֆորմացիոն տեխնոլոգիական պայմաններում այսպիսի սցենարներ ընդդիմության համար, ընդդիմությունների համար պետք է որ չլինեն անակնկալ։ Ես կարծում եմ պատրաստ են այնքան, որքան որ կարող են պատրաստվել։ Եվ այս տեսանկյունից հնարավոր է, որ ընդդիմադիր ուժերը նաև իրենց խաղաքարտերը ունեն, եթե այդպիսի սցենար լինի։ Գոնե առայժմ այդպես տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտում ընթանում է դիրքավորման պայքար հենց միմյանց միջև։ Իհարկե, այդ պայքարի տակ մենք կարող ենք տեսնել նաև որոշակի ապակողմնորոշող, այսպես պատկերավոր, եթե նկարագրեմ, ապակողմնորոշող մարտավարություն նաև իշխանության համար։ Եվ իշխանության մոտ այս հանգամանքը իմ գնահատմամբ անհանգստություն առաջացնում է, ինչու, որովհետև ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը համենայն դեպս իր խոսույթով եւ ներքաղաքական այդպես տրամաբանություն ձևավորելու միտումով փորձում է ստանալ մեկ ճակատ, ընդդիմադիր մեկ ճակատ, ձևավորել մեկ այսպես հակառակորդ այն պարագայում, երբ մենք տեսնում ենք ընդդիմությունը խաղում է տարբեր թևերով, տարբեր մոտեցումներով, հենց նույն ձեր նշած ընտրությամբ, թե առանց ընտրության, այս խաղը եւս կարող է որոշակիորեն այդպիսի տրամաբանություն ունենալ։ Եվ սա նշանակում է, երբ Նիկոլ Փաշինյանը փորձում է ստանալ այդ մեկ ճակատը, սա նշանակում է, որ իր մոտ այս ապակենտրոն խաղը ընդդիմության որոշակի անհանգստություն առաջացնում է։ Ընտրությունների միջոցով իշխանություն գալուն որքանով է իրատեսական վերաբերվում։ Մեզանում ես կարծում եմ փորձել են թե մեկը, թե մյուսը, համենայն դեպս երկու դեպքում էլ չի ստացվել, հետեւաբար ասել, որ այս տարբերակը հաղթող տարբերակն է, իսկ մյուսը ոչ, ես կարծում եմ դա այդքան էլ այսպես ամբողջապես չի արտացոլում իրականությունը։ Եթե մի քիչ պարզեցված ասեմ, այն ուժը, որը կհասցնի իրավիճակը իշխանությանը հաղթելուն, կարող է դա անել թե ընտրության միջոցով, թե առանց ընտրության, այսինքն այդքան էլ կարևոր չի լինի արտաընտրական զարգացումներով ստեղծել իրավիճակ, փոխել իրավիճակը երկրում եւ հետո ընտրությամբ ամրագրել այդ փոփոխությունը։ Այսինքն մոտավորապես այն, ինչ եղավ 18-ին, ես չեմ համեմատում, չեմ նույնացնում, որովհետեւ 18-ը բոլորովին այլ կատեգորիա է ըստ էության, բայց զույգ տրամաբանության իմաստով իրավիճակը պետք է հասունացնել փոփոխության եւ դա արդեն կարտահայտվի կամ փողոցում ինչ որ շարժման ձևով կամ ընտրական process-ի ընթացքում, բայց այդ փոփոխությունը պետք է հասունացվի, այնպես չի, որ մեկ օրում մարդիկ գնում են քվեարկում եւ ստանում բոլորովին այլ պատկեր, այդ պետք է հասունացվի այդ մարդկանց տրամադրությունը, մոտեցումը, փոփոխությունը եւ այլն։ Այս պահին դա արկա չէ համենայն դեպս։ Գոնե այս պահին ես չեմ տեսնում, բայց տեսնում եմ նաեւ դրա մեծ հնարավորությունը, որովհետեւ ակնհայտ է եւ սա կարծում եմ նույնիսկ այսօր անվիճելի է, որ մարդկանց մեծ մասը, հասարակության մեծ մասը ուզում է փոփոխություն, այսինքն դժգոհ է այսօրվա վիճակից, բայց դա դեռ քիչ է, մարդիկ ուզում են փոփոխություն, բայց նաեւ ուզում են հասկանալ, թե ինչ փոփոխություն է լինելու, ինչպես է լինելու այդ փոփոխությունը։ Եվ ես կարծում եմ, այս հարցում առանցքային նշանակություն ունի նաեւ այն, թե այդ փոփոխությունների հայտը ներկայացնող եւ հասարակությանը առաջնորդելու հավակնություն ունեցող ուժերը իրենց մեջ ինչպես կարող են պայմանավորվել հետեւյալ հարցի շուրջ. ինչ ենք անում եւ ինչպես ենք ապրում, ինչպես ենք երկիրը առաջ տանում եւ ինչպիսի համակեցության միջավայր ենք ձևավորում Նիկոլ Փաշինյանից հետո։ Այս հարցի պատասխանը իմ կարծիքով առանցքային նշանակություն ունի երկրում էական փոփոխությունների ճանապարհին։
Եվ դա անել հնարավորինս պարզ, ինչը շարքային քաղաքացու համար հասկանալի կլինի։ Նույնիսկ միջև քաղաքացուն ներկայացնելը իրենք միմյանց միջև այս հարցը քննարկում են թե ոչ, սա շատ էական է։ Իրենք միմյանց հետ պատրաստ են այս հարցի շուրջ գալ համաձայնությունների։ Մի բան, որը մեզանում խորքային իմաստով չի եղել երբեք 18-ից առաջ, առավել եւս 18-ից հետո, բայց եթե այդ խնդիրը չի լուծվում, եթե ընդդիմադիր այդ առաջնորդող ուժերը միմյանց հետ չեն կարողանում, թեկուզ հենց այդ նեղ շրջանակով հասկանալ, իսկ իրենք ինչպես են ապրելու, ինչպես են կազմակերպելու երկիրը, հասարակական, քաղաքական եւ պետական կյանքը, ենթադրենք իշխանություն փոխելուց հետո, եթե այս հարցի պատասխանը չկա, ես չեմ կարծում, թե Հայաստանում կգտնվի իշխանափոխության հնարավորությունների հարցում էական պատասխան։ Հայաստանյան ընտրությունների համատեքստում օրերս Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն մի ուշագրավ հայտարարություն արեց, նշելով, որ Ռուսաստանը կփորձի Հայաստանում վերցնել իշխանությունը, երեկ էլ իդեպ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Սանդուի հետ։ Ըստ ձեզ սա ինչ ուղերձ էր իր մեջ պարունակում, արդյոք սա կարող ենք մեկնաբանել որպես Հայաստանի ընտրություններին եւ ներքին գործերին միջամտելու փորձ, թե այս հայտարարությունը այլ շարժառիթներ էր իր մեջ պարունակում։ Մինչև Փաշինյանի հանդիպումը Սանդուի հետ, որ երեք տեղի ունեցավ Փարիզում, մի քանի օր առաջ դարձյալ միջազգային հարթակում Հայաստանի արտաքին գործերի նախարարն էր հանդիպել Մոլդովայի արտգործնախարարի հետ եւ խոսակցության ընթացքում Մոլդովայի արտգործնախարարը համաձայն հաղորդագրության խոսել է իրենց ընտրական փորձառության մասին։ Ես մեր հաղորդման մեկնարկին խոսեցի, թե ինչպիսին է այդ փորձառությունը ընդհանրապես եվրոպական տրենդի մեջ, եւ ես չեմ բացառում, որ հենց Սանդուի հայտարարությունները եւ այդպես տրամադրությունները այդ շրջանակում են։ Նաեւ չեմ բացառում այն, որ Հայաստանի իշխանությունը կակնկալի Մոլդովայից լինել այդ տրամադրությունների լոբիստը Եվրամիությունում։ Հայաստանի ընտրական process-ում հնարավոր կոշտ քայլերը, որ արդեն կատարվում են մեծ հաշվով, մենք տեսնում ենք այս ձերբակալությունները ընդամենը մարդկանց խոսքերի համար, ընդ որում մեղմ ասած, այսպես խոսքերի, որոնք ոչ մի հանցակազմ իրենց մեջ չեն պարունակում, բայց մենք տեսնում ենք այդ գործողությունները եւ դրանք հնարավոր է նաեւ ուժ գնանան, նաեւ հիբրիդային այլ մեխանիզմներ կիրառվեն։ Չեմ բացառում, որ Հայաստանի իշխանությունը ակնկալում է Սանդուից աջակցություն այս հարցում եվրոպական տրամադրություններ ձևավորելու առումով եւ եթե Սանդուն հայտարարում է, որ Ռուսաստանը կփորձի վերցնել իշխանությունը, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ցանկացած մրցակցային հայտ իշխանության հանդեպ այդ տրամաբանության շրջանակում բնորոշվելու է Ռուսաստանի հայտ վերցնել իշխանությունը Փաշինյանից։ Ես առիթ ունեցել եմ բազմիցս խոսելու, որ Ռուսաստանի այդ մտադրությունների մասին խոսակցությունը, որ նաև Հայաստանում շատ ներքին դերակատարներ եւ այլն ծավալում են, դա կեղծ եւ արհեստական խոսակցություն է։ Ես կարծում եմ հակառակը, Ռուսաստանը որոշակի այսպես ասիմետրիկ գործողություններում բազմիցս աջակցել է Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը, ամրապնդմանը եւ մեծ հաշվով շարունակում է այդ աջակցությունը ցուցաբերել։ Ելնելով բնականաբար իր շահերից, որովհետեւ խոշոր հաշվով այն, ինչ մինչեւ այսօր արել է Նիկոլ Փաշինյանը, տակտիկական մակարդակում գուցե հակասել է Ռուսաստանի շահերին, բայց Ռուսաստանի համար սա խնդիր չէ եւ Մոսկվան բազմիցս տարբեր կերպ ներկայացրել է, որ իր համար խնդիրը ռազմավարական ռիսկեր չստանալն է, որովհետև տակտիկական տրամաբանությամբ այն քայլերը, որ անում է պաշտոնական Երևանը այսօր, որոշակի առումով նաև օգտակար են Ռուսաստանի համար կամ շահեկան են Ռուսաստանի համար, որը զգալիորեն կորցրել էր կամ նվազեցրել էր Կովկասում իր խաղի ինտենսիվության, համընդգրկուն լինելու եւ այլ հնարավորությունները։ Եվ այստեղ երբ Հայաստանի իշխանությունը պատասխանատվությունը Ռուսաստանի վրայից հանում եւ տեղափոխում է օրինակ Արևմուտք Եվրամիության վրա դիցուք այս դեպքում, սա ամենևին չի հակասում Ռուսաստանի մարտավարական շահերին։ Եվ կրկնեմ, ռազմավարական խնդիրներ գոնե այս պահին Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի համար չի առաջացրել։ Եվ այս տեսանկյունից ես լրիվ արհեստական եմ համարում այդ խոսակցությունը եւ համարում եմ, որ այդ կերպ պարզապես Հայաստանի իշխանությունը փորձում է միավորներ հավաքել հասարակական այդ տրամադրությունները սպառող շերտերից։ Այսինքն Ռուսաստանը այս պահեջությամբ Հայաստանում իշխանություն փոխելու խնդիր չունի, սա կարող ենք փաստել։ Առնվազն այս պահին։ Ես կարծում եմ, այդպիսի խնդիր չունի։ Համենայն դեպս Ռուսաստանի որևէ գործողություն չի խոսում այդպիսի նպատակի եւ այդպիսի խնդիր ձևակերպելու եւ դրա լուծմանը գնալու մասին։
Պարոն Բադալյան, օրերս իշխանական, պրոիշխանական որոշ գործիչներ իրենց հրապարակային խոսքում ակնարկում են, որ Հայաստանի իշխանությունները պետք է Մոլդովայի օրինակին հետևեն եւ մի շարք քաղաքական ուժերի առհասարակ չգրանցեն եւ թույլ չտան, որ ընտրություններին մասնակցեն։ Այստեղ առաջին հերթին խոսքը Սամվել Կարապետյանի ուժի մասին է։ Որպես փորձագետ, այս պահի իրողություններից ելնելով, որքանով եք իրատեսական համարում, որ իշխանությունը կգնա այս ճանապարհով եւ եթե նման որոշում կայացվի, դա ինչ ազդեցություն կարող է ունենալ առհասարակ ողջ process-ի վրա։ Եթե գնան այս ճանապարհով, եթե այս տրամաբանությամբ աշխատեն, ես նշեցի, որ սա ամենևին բացառված չէ եւ այդ եվրոպական թեմայի շրջանակում խոսելիս նաեւ հենց նաեւ այսպիսի հնարավոր զարգացումները նկատի ունեի։ Այստեղ կախված է նրանից, թե օրինակ նույն այդ տարբերակի դեպքում ինչ սցենարներ, ինչ պլաններ ունեն ընդդիմադիր ուժերը եւ նույն Սամվել Կարապետյանի ուժը, այսինքն հնարավոր է իրավաբանորեն արգելել որևէ մեկի մասնակցությունը։ Հնարավոր է ստեղծել խնդիրներ, բայց եթե այդ ուժը ունի հասարակական մեծ աջակցություն, այդպիսի գործողությունները տվյալ ուժի համար կարող են հնարավորություն լինել բումերանգի էֆեկտ աշխատեցնել։ Եվ այստեղ կախված է նրանից, թե որքանով կօգտագործվի այդ հնարավորությունը, իսկ դա կախված է նրանից, թե արդյոք այդպիսի պլան դիտարկվում է եւ դիտարկվում է, թե այդ պարագայում ինչպիսին է լինելու անելիքը։ Եթե խոսում ենք նույն Սամվել Կարապետյանի ձևավորած ուժի մասին, որը իմ համոզմամբ ընդհանրապես բավականին ուշագրավ գործոն է ընդդիմադիր դաշտում, նաեւ ներընդդիմադիր հնարավոր ոչ հրապարակային կոմպրոմիսների արտացոլում լինելու տեսանկյունից, ապա այստեղ առանցքային հարցը նաև հետևյալն է, թե այդ ուժը իր սցենարները եւ պլանները երբ մշակում է 2026-ի կտրվածքով է կամ արտահերթ թեկուս առաջիկա ընտրական ցիկլի կտրվածքով է մշակում, թե մշակում է շատ ավելի երկարաժամկետ։ Սա չափազանց կարևոր է, որովհետև մենք որպես կանոն ցանկացած ընտրական ցիկլի ունենում ենք մի ընդդիմադիր ֆորմատի բռնկում եւ ցիկլից հետո իշխանության վերարտադրությունից հետո սա միշտ է եղել գործնականում Հայաստանում, մենք տեսնում ենք այդ ընդդիմադիր ֆորմատի անկում։ Հետո նոր ցիկլ եւ նոր ֆորմատ է ձևավորվում։ Մենք պետք է դուրս գանք այս տրամաբանությունից եւ որևէ ընդդիմադիր ուժ, որը հավակնում է լինել առաջնորդող հասարակությանը, պետք է ունենա երկարաժամկետ քաղաքական ծրագիր։ Այս հարցի այս շրջանակում է պատասխանը, թե ինչպիսի ազդեցություն կունենա, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի ավելի կոշտ մեթոդներով աշխատել մեր ձևով շարժման հետ։ Կախված է նրանից, թե շարժումը ինչքան երկարաժամկետ է պլանավորել իր քաղաքական դերակատարումը։ Եվ պետք է պատրաստ լինեն սրան, որովհետև իշխանությունը ցանկացած պատրաստ լինել դրան, պատրաստ լինել նաև հետևյալին, ինչ են իրենք անելու, եթե չի հաջողվում հեռացնել Նիկոլ Փաշինյանին ընտրությամբ, եւ իրենք պետք է դառնան, ենթադրենք, խորհրդարանի երկրորդ ուժը։ Ինչ են անում, որ որպես երկրորդ ուժ տարբերվեն մինչև հիմա եղած երկրորդ ուժերից կամ խորհրդարանական առաջատար ընդդիմության ուժերից։ Ակնհայտ է, չէ, որ այստեղ եւս հասարակությունը կամ ընդհանրապես մեր հասարակական քաղաքական կյանքը ունի էֆեկտիվության կարիք։ Ի վերջո, եթե դրվում է հարցը հետեւյալ կերպ մենք հաղթելու ենք եւ վերջ, այդ հարցը միշտ Հայաստանում եղել է եւ պատասխանը կա։ Իսկ ինչ եք անելու, եթե չեք հաղթում։ Ինչպես եք բացատրելու հասարակությանը չհաղթելը եւ ինչպես եք աշխատելու հասարակությանը դրանից հետո։ Այս հարցերը շատ կարեւոր են եւ ես կարծում եմ իսկապես փոփոխության մեծ ցանկություն ունեցող ուժերը պետք է այս հարցերին ունենան պատասխաններ։ Առավել եւս ուժը, որը ռեսուրսային առումով ակնհայտ է, որ ունի շատ մեծ հնարավորություններ, բայց նաեւ պետք է ցույց տա, որ ռեսուրսները ի վիճակի է վերածել բովանդակային պատասխանների հասարակության համար։ Պարոն Բադալյան, ուզում եմ նաև անդրադառնանք Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումներին։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման գործընթացը արդեն ժամանակի հարց է եւ այստեղ լուրջ խնդիր չկա։ Օրերս էլ Արարատ Միրզոյանն էր հայտարարել, որ առաջիկայում այս գործընթացում մենք շոշափելի առաջընթաց կունենանք։ Ինչ եք կարծում, մենք այս պահին որքանով ենք մոտ հարաբերությունների հաստատմանն ու սահմանի բացմանը եւ արդյոք դա կարող է տեղի ունենալ մինչեւ 2026 թվականի ընտրությունները։
Ես չեմ բացառում, որ միջև ընտրություն ինչ որ որոշումներ Թուրքիան կայացնի դարձյալ Հայաստանի իշխանության այդ կարտ բլանշը տալու տրամաբանությամբ։ Ասեք 2025 թվականի մարտին, երբ Անտալիայում տեղի ունեցավ դիվանագիտական ֆորումը, Արարատ Միրզոյանը այդ ֆորումի շրջանակում հանդիպեց թուրքական լրատվամիջոցների հետ եւ արեց շատ հատկանշական ու բավական բաց մի հայտարարություն, որ Հայաստանի հասարակությունը աջակցում է խաղաղության օրակարգի իրենց քաղաքականությանը, բայց եթե դա չունենա արդյունքներ, եթե չլինեն արդյունքներ, ապա հասարակությանը կվերադառնա նախկինին։ Սա շատ պարզ հայտ էր եւ ցույց է տալիս, թե ինչ տրամաբանությամբ է խոսակցությունը եղել Հայաստանի եւ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որ պետք են ինչ որ բաներ, որովհետեւ մենք կարողանանք ներկայացնել որպես հաստատված խաղաղություն կամ արդյունք, որովհետեւ կարողանանք ակնկալել հասարակությունից ձայներ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ մեծ հաշվով այլ ներկայացնելու բան Հայաստանի իշխանությունը չունի։ Հնարավոր չէ անverջ ներկայացնել կամ փորձել ընդհանրապես իշխանություն պայելու խնդիր լուծել դպրոցների եւ ասֆալտի այդ ծրագրերով օրինակները ներկայացնելով, առավել եւս որ մարդիկ տեսնում են այդտեղ նաեւ որակական լուրջ խնդիրները անգամ այդ ծրագրերի իրականացման հարցում, նաեւ կոռուպցիոն լուրջ խնդիրները մարդիկ այդ ամեն ինչը տեսնում են։ Եվ հիմա այդ խաղաղությունը ներկայացնելը մնացել է միակ այսպես հաղթող պայմանական կամ ուղիղ իմաստով խաղաքարտը եւ դա ստացել են ակնհայտորեն օգոստոսի 8-ը այդ արդյունքները, որ ստացան։ Հիմա հնարավոր է ժամանակի ընթացքում նորանոր ինչ որ որոշումներ այդ իմաստով, օրինակ սահմանի բացում, հնարավոր է կամարել։ 2022 թվականի հուլիսից պայմանավորվել են Հայաստանն ու Թուրքիան, որ օրինակ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը կարող է բացվել եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Առ այսօր անցել է 3 տարի, այդ պայմանավորվածությունը կյանքի կոչված չէ։ Հիմա հնարավոր է այդ պայմանավորվածությունը կյանքի կոչվի ընտրական ինչ որ process-ի շեմին եւս մեկ կաթիլ լինելով այդ խաղաղության խաղաքարտի մեջ։ Խաղաղություն, որը ցավոք սրտի ընդհանրապես քարոզչական խաղաքարտ է եւ ոչ թե իրականություն, ցավոք սրտի։ Վերջին շրջանում նաև որոշակիորեն Ադրբեջանի հռետորաբանությունն է մեղմվել։ Օրերս Ալիևը հայտարարեց, որ վերացրել են դեպի Հայաստան բեռնափոխադրումների արգելքը եւ առաջիկայում ղազախական ցորենի առաջին բեռները կժամանեն մեր երկիր։ Ինչով է սա պայմանավորում։ Արդյոք Ալիևը նույնպես փորձում է նպաստել Փաշինյանի վերընտրությանը, թե ինչպես իշխանությունն է հայտարարում, Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն հաստատել։ Կա այս հանգամանքը, որ սա եւս, ինչպես նշեցի, այդ քարոզչական կարտ բլանշի տրամաբանության մեջ է։ Այն, որ Ալիևի համար նպաստավոր է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պահպանի իր իշխանությունը, այստեղ չեմ կարծում, թե երկրորդ կարծիք կարող է լինել, որովհետև Նիկոլ Փաշինյանը ամբողջապես քաղաքականությունը եւ Հայաստանի վարքագիծը տեղավորել է այն պատկերացումների շրջանակում, որը գծել է Իլհամ Ալիևը անցնող այս 3-4 տարիների ընթացքում։ Միևնույն ժամանակ կարծում եմ, այս ղազախական ցորենի պատմությունը ԱՊՀ գոտում ավելի խոշոր process-ների նաև մի մաս է, որի վերաբերյալ որոշակի այսպես շերտեր, բավական թափանցիկ ներկայացվեցին Օվերչուկի Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի հայտարարության մեջ, որը հնչել էր օրերս, որ Ադրբեջանի երկաթուղիները, Ադրբեջանը հավաստիացրել է, որ Ադրբեջանի երկաթուղիները կարող են տրվել, հնարավորություն կտրվի Ադրբեջանի երկաթուղիներով Ռուսաստանին դեպի Հայաստան բեռներ տարանցելու համար։ Ես ուզում եմ հիշեցնել, որ հայկական երկաթուղիները կառավարում է հավատարմագրային կառավարման իրավունքով կառավարում է ռուսական երկաթուղիները, գոնե առնվազն մինչև 2028 թվականը ժամկետն է 30 տարով էր տրվել 2008 թվականին։ Սա եւս մի ինտրիգային հարց է, իսկ Հայաստանի պաշտոնական Երևանը կասկածի տակ դնելու է շարունակությունը հավատարմագրային կառավարման, թե ոչ։ Եվ այս տեսանկյունից մենք պատկերացնում ենք Ռուսաստանի շահագրգռությունը կոմունիկացիաները, նաեւ երկաթուղային կոմունիկացիաները աշխատեցնելու հարցում։ Այս հարցերը, այս օրակարգերը իմ գնահատմամբ եղել են առանցքային թեմա Դուշանբեում հոկտեմբերի կեսին անցկացված ԱՊՀ պետությունների գագաթնաժողովի շրջանակում եւ հատկանշական է, որ Ալիևը իր այդ հայտարարությունը սահմանափակումներ անելու մասին արեց Դուշանբեի գագաթնաժողովից հետո։ Այդ գագաթնաժողովում, հիշեցնեմ, տեղի ունեցավ նաեւ Պուտին-Ալիև բանակցությունը եւ կասկած չունեմ, որ այսպիսի հարցեր եւս քննարկվել են։ Հիմա եթե ղազախական ցորենը գալիս է Հայաստան
Եթե Ալիևը հայտարարում է, որ բոլոր սահմանափակումները հանել են, սա ինչ է նշանակում, որ Ռուսաստանը կարող է եւս օգտվել Ադրբեջանի տարածքով Հայաստան երկաթուղային բեռներ տարանցելու հնարավորությունից։ Եվ այստեղ Օվերչուկի հայտարարությունը գործնականում հենց այդ մասին է։ Սա նշանակում է, որ փոխվում է լոգիստիկ տրամաբանություն Կենտրոնական Ասիա, Կովկաս, առավել եւս այստեղ պետք է նկատի ունենանք նաեւ Վրաստանի ներգրավումը, թե բեռները տարանցվում են Վրաստանով, փաստացի աբխազական այդ կոնֆլիկտից հետո աբխազական երկաթուղու փակումից հետո սա առաջին անգամ մի իրավիճակ է, երբ Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան կարող են ներառվել երկաթուղային մեկ այսպես բեռնափոխադրումային սխեմայի մեջ։ Այս տեսանկյունից կարծում եմ այդ ղազախական ծորենի պատմությունը կարող է ունենալ մի քիչ ավելի լայն, մի քիչ ավելի ընդգրկուն նաև քաղաքական համատեքստ, բացի քարոզչական կարտ բլանշ լինելուց։ Իսկ Ռուսաստանը սրա համար ինչ որ գին վճարել է Ադրբեջանին, ինչ եք կարծում։ Ես չեմ կարծում, հակառակը ես կարծում եմ Ռուսաստանը ինչ որ բան է ասել Ադրբեջանին զգուշացման տեսքով։ Եվ այս տեսանկյունից այդ Պուտին-Ալիև հանդիպումը շատ հատկանշական էր։ Ինչ էր ասում Ալիևը մոտ 1 տարի նախորդ տարի դեկտեմբերին ադրբեջանական օդանավի այդ աղետից հետո Ալիևը ասում էր, որ Ռուսաստանի նախագահը պետք է անձամբ ներողություն խնդրի խոցելու, վնասելու աղետի եւ այլնի համար։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ ներողությունը չեղավ, փոխարենը գրեթե 1 տարի այդ լարվածությունից հետո հանդիպելով Դուշանբեում Ալիևը շնորհակալություն է հայտնում Պուտինին օդանավի աղետի վերաբերյալ մանրամասն ինֆորմացիայի համար։ Այն ներողությունը, որ ակնկալում էր Ալիևը, Պուտինը այդպես էլ չի խնդրում։ Հիշեցնեմ, որ Պուտինը ընդամենը ներողություն էր խնդրել դեռևս նախորդ տարի դեկտեմբերին հեռախոսազրույցի ընթացքում, որ օդանավի հետ պատահածը եղել է Ռուսաստանի երկնքում։ Տեսեք, ոչ թե արել է Ռուսաստանը կամ չգիտեմ նման մի բան, այլ եղել է Ռուսաստանի երկնքում, վնասվել է օդանավը Ռուսաստանի երկնքում։ Եվ գրեթե 1 տարի անց Ալիևը շնորհակալություն է հայտնում Պուտինին մանրամասն տեղեկատվության համար եւ հարց է առաջանում Պուտինը այդ ինչ տեղեկատվություն է հաղորդել Ալիևին, որ նա շնորհակալություն է հայտնում 10 ամիս անց։ Այստեղ կարող է լինել Ադրբեջանում իշխանությունը զավթելու ծրագրի մասին մանրամասն։ Կարող ենք շատ իհարկե շատ տարբերակներ ներկայացնել, բայց այն, որ այստեղ տեղի են ունեցել իսկապես էական զարգացումներ, որից հետո Ադրբեջանը փաստացի սկսել է փոխել իր դիրքորոշումը այս հարցերում, սա համենայն դեպս բավական նշмарվում է։ Առավել եւս եթե նկատի ունենանք, որ բավական բաց տեքստով նաեւ օրինակ բրիտանացիները խոսում էին, որ Ադրբեջանը օդանավի հարցում պետք է Ռուսաստանին տանի ընդհանուր միջազգային դատարան։ Սա բաց տեքստով էր խոսվում եւ նույնիսկ Բրիտանիան հայտարարել է, որ հատուկ ներկայացուցիչներ է նշանակել օդանավի աղետի քննչական խմբերի հետ Ադրբեջանում եւ Ղազախստանում աշխատելու համար։ Եվ ահա 10 ամիս անց մենք տեսնում ենք Պուտին-Ալիև այդ հանդիպումը եւ Ալիևի շնորհակալությունը մանրամասն ինֆորմացիայի համար։ Սա առնվազն հարց է առաջացնում, այդ ինչ ինֆորմացիա է ներկայացրել կամ դրել Իլհամ Ալիևի դիմաց Պուտինը, որ Ալիևը դրա համար շնորհակալություն է հայտնում։ Եվ պարոն Բադալյան, ուզում եմ անդրադառնանք նաև հայ-առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող վերջին զարգացումներին։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը այս կիրակի եւս մտադիր է Հովանավանքում մասնակցել կարգալույծ արված հոգեվորական Ստեփան Ասատրյանի պատարագին եւ ավելի լայն ներկայությամբ նախորդը կարծես թե չէր ստացվել։ Ձեր գնահատմամբ ինչի է փորձում հասնել իշխանությունը սրանով եւ այս ամենը ինչ վտանգներ է պարունակում մեր պետության համար։ Իշխանությունը փորձում է հասնել եկեղեցու հանդեպ քաղաքական իշխանության, միևնույն ժամանակ այդ հանգամանքը վերածելով արտաքին մի շարք դերակատարների հետ իրենց հարաբերության մանրադրամի։ Ես կարծում եմ հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը ունի ոչ միայն ներքաղաքական մոտիվներ, այլ նաև արտաքին քաղաքական պահանջարկ, արտաքին աշխարհաքաղաքական պահանջարկ։ Մեր եկեղեցին դարերով ներկայություն ունի կարևորագույն ռեգիոններում, ինչպիսին օրինակ Մերձարարևելքը, ներկայություն եւ իրավունքներ, եւ երբ օրինակ եկեղեցին ու հայկական պետականությունը գործում են ներդաշնակ եւ համակարգված, այդ իրավունքները մեծ հաշվով սուբյեկտություն են հաղորդում նաեւ հայկական պետականությանը, սուբյեկտություն եւ քաղաքական կշիռ, քաղաքական որոշակի տրամաչափ։ Բայց մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը համենայն դեպս հայտարարում է, որ Հայաստանի պետականությունը իր այդ խորհրդային սահմանից դուրս
չպետք է ունենա սուբյեկտություն եւ որևէ այսպես տրամաչափ, որևէ քաղաքական կշիռ եւ այլն, այսինքն մենք ենք եւ այս սահմանը եւ վերջ, այլապես դառնում ենք, ինչպես իրենք են ասում, կոնֆլիկտային։ Սա իհարկե ծիծաղելի եւ նաեւ ծիծաղելի կլիներ իհարկե այս մոտեցումը պետականության հանդեպ, բայց սա վտանգավոր մոտեցում է, որովհետեւ եթե մենք ենք մեզ սեղմում, այլոք շարունակելու են սեղմել եւ սեղմել այնքան, ինչքան մենք սեղմվում ենք։ Եվ մտածել, որ այդ խորհրդային վարչական սահմանները մեր պաշտպանական շերտ են, սա իսկապես քաղաքականապես միամիտ է, բայց մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հիմա այդ փիլիսոփայությամբ լուծում է իր իշխանության խնդիրը եւ իշխանությունը պահպանելու արտաքին միջավայր ձևավորելու խնդիրը։ Հայկական պետականության սուբյեկտության նվազման հարցում շահագրգիռ, այսպես նվազագույն պետությունների շրջանակ, ես կարծում եմ նույնիսկ ավելորդ է թվարկել, եթե խոսում ենք մերձավոր արևելքի մասին, այդտեղ ավելորդ է թվարկել, թե ում ձեռնտու չէ, որ մերձավոր արևելքում հայկական եկեղեցին ունի ֆունդամենտալ նշանակության ներկայություն եւ իրավունքներ։ Երուսաղեմը դիտարկենք, Երուսաղեմի կրոնական բաժանումները, այդտեղ դերակատարումը հայկական եկեղեցին, հայկական պատրիարքության դերը եւ այլն, այստեղ շատ մանրամասնելու նյութ կա։ Սա է այն, ինչ տեղի ունենում հայ առաքելական եկեղեցու շուրջ ներքաղաքական այդ տրամաբանությունից դուրս։ Պարոն Բադալյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։ Կհանդիպենք։